Պսորիազը սրող կամ պսորիազի զարգացմանը նպաստող 3 ապացուցված գործոն կա։ Դա ծխախոտ, ավելցուկ քաշ եւ ստրես։ Հիվանդությունը չխորացնելու համար կարևոր է վերահսկել ռիսկի այս գործոնները։ Բժշկի խոսքով մարդիկ հաճախ փորձում են հագուստի միջոցով թաքցնել պսորիազը, զբաղվել ինքնաբուժությամբ, մինչդեռ լավագույն լուծումը համապատասխան բուժում ստանալն է։ Աշխարհի բնակչության շուրջ 4%-ը ունի պսորիազ եւ այն վարակիչ չէ։ Վարակիչ չէ բացարձակ, եթե տենց լիներ մենք բոլորս կունենայինք պսորիազ, մաշկաբանների մասին է խոսքը, ընդհանրապես ոչ մի վարակման դեպք ոչ գրականության մեջ, ոչ որևիցե միտեղ ապացուցված չկա։ Այդ պետք է ասենք շատ հստակ ընդունենք եւ պսորիազով հիվանդներից պետք չի վախենալ հասարակական տրանսպորտում, հանրային միջավայրում ինչ-որ միտեղ բացարձակ որևիցե խնդիր չկա։ Պսորիազը քրոնիկ աուտոիմուն հիվանդություն է, որը կարող է առաջանալ ցանկացած տարիքում։ Այն դրսևորվում է մաշկի մակարդակից բարձրացած կարմիր հանգույցիկներով, որոնք պատված են արծաթասպիտակավուն թեփով։ Հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է արմունկների, ծնկների, գլխամաշկի շրջանում։ Շատ հազվադեպ կարող է ախտահարվել նաև դեմքը։ Պայմանավորված պսորիազի ծանրությամբ մի քանի փուլ ունենք։ Տեղային բուժում, որտեղ նոր դեղամիջոցներ կարծես թե չկան։ Երկրորդը դա տեղային բուժման էլի տարբերակներն են լուսաբուժության մեթոդով, հատուկ սարքեր են, որտեղ պացիենտը գալիս է եւ լույսի հատուկ ճառագայթ է ստանում, դա ճառագայթում չի, որտեղ ճառագայթման մեջ վատ ալիքներ կան, սա լրիվ անվտանգ մեթոդ է, Հայաստանում հասանելի է, մեր կենտրոնում տարիներ շատ երկարաժանակ արդեն օգտագործում ենք։ Եվ իհարկե նոր բժշկությունը մեզ առաջարկում է այսպես կոչված մոնոկլոնալ հակամարմիններ, դրանք դեղամիջոցների նոր խումբ է, շատ թիրախային աշխատող, որոնք պրակտիկորեն չունեն կողմնակի ազդեցություններ, ունեն շատ բարձր արդյունավետություն։ Տարբեր հիվանդությունների, այդ թվում պսորիազի բուժման, նաև օգտագործվող դեղամիջոցների մասին տեսանյութեր համացանցում շատ կան, բայց դրանցից եւ ոչ մեկը ապացուցահեն չեն, զգուշացնում է բժիշկը։ Ես ես հավատացնում եմ, որ պսորիազի ոչ մի ապացուցահեն դեղամիջոց չի գովազդվում։ Չեք կարող գտնել սեկուկինումաբի գովազդ։ Դա չկա դա։ Ոչ մի բլոգեր, ոչ մի նորմալ adekvat բժիշկ դա չի գովազդելու։ Դրա անհրաժեշտությունը չկա։ 1. Երկրորդը հարգելիներս բոլորս օգտվում ենք արհեստական բանականությունից, բոլորս օգտվում ենք սոցիալական ցանցերից, բոլորս օգտվում ենք փնտրող համակարգերից, Google եւ այլն։ Մի հատ գրեք էլի այդ դեղը շակերտավոր։ Մի հատ փնտրեք, գտեք այդ ամեն ինչը։ Եթե մի բան պոիսկ ես տալի, փնտրում ես ու տեսնում ես, որ դա ընդամենը 5 բլոգերի մոտ է ներկայացված, ոնց կարա դա լինի դեղ։ Ոնց կարա դա լինի արդյունավետ միջոց։ Թեև հիվանդությունը դեռ վերջնական բուժում չունի, բայց ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս այն դարձնել լիարժեք կառավարելի։ Ցավոք սրտի պսորիազը վերջնական բուժվող հիվանդություն չի դեռ։ Բայց ես հուսով եմ, որ ես կտեսնեմ այդ վերջնական բուժումը, որովհետև բժշկությունը զարգանում է շատ արագ։ Պետք է իմանանք, որ անգամ իդեալական խնամքի, ճիշտ ծննդակարգի, ծխախոտից հրաժարվելու, ստրեսից հեռու մնալու, ճիշտ դեղամիջոցներ օգտագործելու դեպքում պսորիազի կրկնումները հնարավոր են։ Դրանից վախենալ պետք չի, պետք է հասնել կառավարելի պսորիազի, որ դուք իմանաք երբ հասրվում, ինչից հասրվում եւ կարողանաք այդ գործոնները ղեկավարեք, որպեսզի ակտիվացումները լինեն հնարավորինս քիչ։ Բայց այն տարբերակը, որ ինչ որ X ժամանակ դեղամիջոցներ, խնամք, ինչ որ մի բան անենք, ու պսորիազը երբեք չկրկնվի, տենց բան դեռ չկա։ Որ պսորիազը չխորանա եւ հետագայում բարդություններ չառաջանան, օրինակ հոդերի ախտահարում, պետք է խնդիրը կարգավորել ժամանակին։ Ի դեպ, հիվանդությունը մեկի մոտ կարող է սրվել ձմռանը, մյուսի մոտ ամռանը։ Նարե Ոսկանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։